Հրաշալի է, երբ նրա ներկայության առաջ ենք, ամեն։ Քանիստ եք սպասում կիրակի օրվան։ Գիտեք, իրականում շատ կարևոր է, որպես մենք ունենանք այդ սպասումը Աստծո ներկայության մեջ լինելու, նրա հետ հանդիպելու, ավելի մեր կյանքերը նրա փառավոր ներկայության առաջ բացելու համար։ Մինչ կանցնեմ պատկամին մի քանի կարևոր տեղեկություն, որ ուզում եմ փոխանցեմ ձեզ, իհարկե մի տեղեկությունը վստահ եմ շատերը դարձեն տեղյակ եք, մեր շատ սիրելի Սիրանուշ Պետիկյանը, մեր քույրը, մեր աղոթքի ծառայողներից մեկը, ով երկար ժամանակ ծառայում էր եկեղեցում, մեր ընտանիքի մի մասն էր, շատ կարևոր ազնվորություն, անցած շաբաթվա մեջ Տիրոջ մոտ գնաց։ Ուզում եմ մի հատ սովորություն մենք ոչ թե գրենք, արեք մեր Սիրանուշ քրոջ համար, ոտքի կանգնենք եւ ծափարենք Աստծուն, որ ճանաչել ենք նրան եւ նա մեր կողքին է եղել։ Տես շնորհակալ ենք մեր քրոջ համար, ում ճանաչել ենք, ով մեր հետ է եղել, ով մեր հետ ծառայել է քեզ։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս։ Օրհնում ենք նաև մեր սիրելի Արմեն եղբորը, ում համար իրականում շատ դժվար է Աստծո մխիթարությունը լինի իր կյանքի մեջ, ընդհանրապես իրանց ընտանիքի մեջ, մտերիմների մեջ, որովհետև մարդկային կորուստը իրականում շատ դժվար է։ Բայց մենք հույս ունենք, քանի որ հիմա երկնքում է։ Անկամ երբ որ գնացել էինք դահարողությանը, հետարքիր մի հատ զրույց, որ մենք մեջ ունեցանք, որ ասում ենք երկար ժամանակ ծառայել է Տիրոջը ու հիմա երկնքում Ռաֆի եղբոր հետ է։ Հանդիպել է Ռաֆի եղբորը։ Մեր ֆանտազիան է, մտածում ենք, բայց վստահ ենք նաև, որ այդպես է, Ռաֆի եղբայրը իր համար հովիվ է, հովություն է արել ու հիմա միասին երկրպագում են Աստծուն ավելի իրական ձևով։ Բայց չեմ ուզում այս տխրության ֆոնի մեջ մնանք։ Իրականում կորուստը տխրություն է։ Ինչ որ մեկը, երբ որ հեռանում է, տխրություն է, ցավ է, հատկապես նվիրված մեկը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ մեկին ճանաչում ես, հետո մի օր իմանում ես, որ այլևս մեր հետ չէ, բայց երկինք է տեղափոխվել ու լրացրել է սուրբերի այն շարքը, ովքեր երկնքում մեզ բոլորի սպասում են։ Գիտեք, չէ մեզ երկնքում սպասողներ կան։ Չմտածեք մենք հավիդյան ենք այս երկրում։ Մեզ բոլորիս երկնքում սպասողներ կան ամեն մեկիս մեր ժամանակի մեջ, բայց մենք շարունակում ենք երկրի վրա գործել, ծառայել մեր Աստծո փառքի համար։ Մեկ ուրիշ տեղեկություն, որ ուզում եմ ձեզ փոխանցեմ, վստահ եմ շատերդ գիտեք, մոտ 2 շաբաթով մենք եղել ենք Մոսկվայի Բեթել եկեղեցում, մեր Ռուսաստանում գտնվող ընտանիքի մեջ, ես ու Ալիսը միասին ծառայել ենք այնտեղ, շատ հրաշալի ժամանակ ենք ունեցել, 3 օր կոնֆերանսային ժամանակ ենք ունեցել հենց Մոսկվա քաղաքում, 4 օր կռյուկով իրանց հրաշալի ճամբարի վայրում, հրաշալի ծառայություններ ենք ունեցել, օրհնվել ենք, այնտեղից շատ ջերմ օրհնություններով լցված բարևներ են բերել ձեր համար, նաև մեր բարևներն եմ դեղ տարել փոխանցել, շատ հրաշալի մարդիկ են ու իրականում շատ հրաշալի ժամանակ ենք ունեցել։ Մենք էլ օրհնվել ենք իրանց հետ, օրհնություն ենք դարձել իրանց համար, ճիշտն ասած շատ կարոտել էի ձեզ։ Սպասում էի, ասում էի, մտածում էի գնամ կիրակի օրը տեսնիմ ժողովրդից, ջան ճիգարով, գյումրվա խոսքով ու բարբառով, տեսնիմ ինչ խեն, ինչ կենեն, ինչքան են կարոտել ինձ, Տեր օրհնի բոլորիդ, իրականում աչքիս երևում եք։ Շնորհակալ եմ Աստծուց, որ մեր կարոտը, մեր իրար տեսնելու ակնկալիքը փոխադարձաբար է, Տեր օրհնի բոլորիդ, քանի որ մենք մեկ ընտանիք ենք, որպես եկեղեցի։ Հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, կարող է չքարոզեմ, այսօր կարևոր բաներից խոսենք, չէ կքարոզեմ էլ։ Տեսնում եք, չէ, հետևի շարքում աթոռները ավելացել են, փափուկ է, հարմար է այդ աթոռները։ Մենք որոշեցինք հատուկ հետևի շարքերից սկսենք, այսինքն առաջներից սկսենք, որ մտածեք, թե հովիվը փափուկ տեղ է նստում, մենք չէ, մտածեցինք ամենահետևից սկսենք, քանի որ հատկապես մեր տարեց քույրերն ու եղբայրները հետևում են նստում, իրանց համար ավելի հարմար լինի,
Տերը օրհնի բոլորիդ, ովքեր իրականում ես ատորների զոհաբերության մեջ մասնակցություն եք ունենում, կքաջալերեմ մյուսներիդ նույնպես կարողանաք իրականում մասնակցել, ներդրվել, որովհետև բավականին մեծ ծախս է ու մենք մեր ներդրումով, չանկով, աղոթներով ու ինչու՞ չէ Աստծո օրհնությամբ ու հրաշքներով ենք անում այս գործը։ Նաև ուզում եմ քաջալերեմ ու հայտարարեմ, որ ատորների ֆոնդին նաև մասնակցություն է ունեցել Գյումրի Աստծո ժողովուրդ եկեղեցին 200,000 դրամով, գյումրեցիներ առայժմս 200,000 դրամով, նորից իրանք բացիր ունեն, օրհնված են, նորից կմասնակցեն, բայց կարևոր է, որպես մենք ամեն մեկս իրականում չանկենենք մեր նվիրատվությունը բերելու այս ծրագրի համար։ Տեսեք մի բան, որ իմ համար շատ հստակ է, ովքեր ուզում են օրհնված կյանք ունենան, իրանք սովորելու են ֆինանսապես զոհաբերել, իրանք սովորելու են տալ, իրանք սովորելու են առատապես տալ։ Ու այն եկեղեցիները, այն մարդիկ, ովքեր որ այս սովորությունը ունեն իրանց կյանքի մեջ, քանի որ դա Աստծո պատվերն է, իրականում Աստված իրանց օրհնելով օրհնում է։ Քանիստ եք անձամբ ձեր կյանքի մեջ համոզվել։ Ես կարող եմ 2 ձեռք բարձրացնել։ Հարյուրավոր անգամներ համոզվել եմ, տեսել եմ Աստծո փառքը, տեսել եմ Աստծո հոգու շարժը, երբ որ մենք իրականում կանգնել ենք Տիրոջ գործի համար նվիրատվություն անելու։ Այս գործը հատկապես նաև Տիրոջ գործն է, բայց նաև ամեն մեկիդ համար է, ամեն մեկիդ օրհնության համար է։ Ու կգա ժամանակ ամբողջ սրահը կլինի այդ գեղեցիկ ատորներ դրված, ու մենք բոլորս միասին կվայելենք ու կասենք փառք քեզ Տեր, այն հնարավորության համար, որ դու տվեցիր ու մենք կարողացանք ներդնել։ Աստված օրհնի բոլորիդ, շնորհակալ եմ ներդրում անողներին, շնորհակալ եմ մասնակցություն ունեցողներին, նաև շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մտածում են, որ ունենալու են մասնակցություն, նաև շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մասնակցություն ունեցել են, մտածում են նորից ունենալ մասնակցություն։ Տերը օրհնի բոլորիդ, իհարկե ձեր մեղմ ժպիտները հայացների մեջ զգացի, շատ հրաշալի էր, հենց այդ է հոգևոր կյանքը, այդ է հոգևոր ճանապարհը, որով մենք անցնում ենք։ Մի համար ուզում եմ ձեր համար կարդամ ու անցնեմ այսօրվա պատգամին։ Աստծո խոսքը Եբրայեցիների թղթի մեջ Հիսուսի մասին հետևյալն է ասում. Աշտարությունը սիրեցիր և անօրենությունը ադեցիր, դրա համար ով Աստված, քո Աստվածը քեզ օձեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։ Մենք տեսնում ենք Հիսուսի համար մի հատ մարգարեական պատգամ, նա խոսում է Հիսուսի մասին որպես Աստված, ով Աստված, քո Աստվածը քեզ օձեց ուրախության յուղով։ Հիսուսը եկեղեցու գլուխն է, ու Հիսուսը օձված է ուրախության յուղով։ Նաև շատ կարևոր է որպես եկեղեցի, որպես քրիստոնյաներ, մենք նույնպես ունենանք այդ ուրախությունը մեր կյանքերի մեջ։ Գիտեք, շատ անգամ աշխարհը տարբեր հանգամանքների միջոցով, տարբեր դառնությունների միջոցով ինքը բերում է խնդիրները, դժվարությունները, բերում է տրտմությունը, բայց ուզում եմ մի բան միշտ հիշես, Հիսուսը օձված է ուրախության յուղով, ու այդ յուղը որպես եկեղեցու մի մաս, որպես Քրիստոսի մարմնի մի մաս, ուղղակի հոսում է քո վրա։ Քանիստ եք ուզում այդ յուղը հոսի ձեր կյանքի մեջ։ Ուրախության յուղը։ Գիտեք, ուրախության յուղը ինքը մաքրող է, ինքը ազատագրող է, ինքը բժշկող է։ Շատ անգամ այս համարը նորից ու նորից ընթերցելով մի բան եմ մտածում։ Կան շատ քրիստոնյաներ, ովքեր մտածում են, ուրախությունը հոգևորության նշան չէ։ Ոչ, հակառակը, ուրախությունը հոգևորության նշան է։ Ուրախությունը այն յուղն է, որով Տերը օձել է իր եկեղեցին։ Ուրախությունը այն յուղն է, որով Տերը լցրել է իր եկեղեցին։ Ու մենք որպես Աստծո զավակներ շատ կարևոր է, որպեսզի ունենանք այդ ուրախությունը ու նաև փոխանցենք այդ ուրախությունը։ Ինչու համար, որովհետև առանց ուրախության կյանքը չի կարող առաջ շարժվել։ Անկամ Պողոս առաքյալը խոսում է ուրախության մասին ասելով ուրախ եղեք ամեն ժամանակ, ուրախ եղեք։ Գիտեք, մի հատ զգուշացում անեմ, սա չի նշանակում խեղկադակ լինել, բայց սա նշանակում է ուրախ լինել, որպես Աստծո որդի ուրախություն ունենալ։ Տերը օրհնի բոլորիդ։ Այն պատգամը, որ ուզում եմ փոխանցեմ քեզ, ես վերնագրել եմ արթնության եւ սպասումի աղաղակ։ Ինչպես գիտեք, մենք հատկապես այս վերջի ժամանակներում շատ ենք խոսում արթնության մասին։ Ինչու համար, որովհետև իրականության մեջ մեր եկեղեցու, մեր երկրի կարիքը
հենց արթնությունն է։ Արթնանալն է խորը քնից, արթնանալն է Տիրոջ շնորհքով Աստծո զորության մեջ եւ առաջ շարժվելն է։ Ու երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքին, մենք տեսնում ենք, թե Իսրայել ժողովրդի պատմության մեջ, թե ընդհանրապես Պենտեկոստեից հետո առաջի դարում իրականում եկեղեցին ու Աստծո ժողովուրդը ունեին արթնության կարիք։ Ու ժամանակ առ ժամանակ եկեղեցին կամ Աստծո ժողովուրդը մաշկարեները իրանք աղաղակ էին բարձրացնում արթնության համար։ Ու շատ անգամ մեր կյանքերի մեջ այս աղաղակը, որը մենք բարձրացնում ենք Տիրոջ արթնության համար, դա հենց Աստծո կամքի համաձայն է, բայց մենք սովորելու ենք աղաղակել այնպես, ինչպես Տերն է կամենում։ Որովհետև շատ անգամ մի խնդիր, որը ես ավելի հայտնաբերել եմ քրիստոնյաների կյանքի մեջ հետևյալն է. մարդ մի բանի համար աղոթում է մի անգամ, դե ինքը աղոթել է, արդեն բավարարված է, պատասխանը չի ստանում, դե հարցնում են, իրան քաջալերում են, դե աղոթիր Տիրոջը, Աստված ամենակարող Աստված է, պատասխան կբերի, ինքը ուղղակի մի անգամից փակում է, դե ես աղոթել եմ, այսինքն իմ գործս արել վերջացրել եմ։ Բայց գիտեք, Աստծո խոսքը խոսում է հարատև ու անդադար աղոթքի մասին։ Աստծո խոսքը խոսում է ներսից անկեղծորեն աղաղակի մասին։ Այսինքն ճգնաժամ, որի մեջ դու գիտակցում ես, որ այնքան կարևոր է Տիրոջ հոգու հոսքը քո կյանքի մեջ, որ դու քո ամբողջ էությամբ ուղղակի աղաղակում ես նրան։ Դու քո ողջ սրտով ուղղակի աղաղակում ես նրան, կանչում ես նրա անունը, որովհետև այլևս ելք չկա, այլևս հույս չկա, ուղղակի քո աղաղակը նրա առաջ է։ Եվ այդ աղաղակը ուղղակի ոչ թե աղմուկ է, ոչ թե գոռոց է, այլ գալիս է քո ողջ էությունից։ Ու գիտեք, ամեն մեկս եթե սկսենք խորել, սկսենք տեսնել մեր կյանքերի մեջ, նման աղաղակներ երբեմն տեղի է ունեցել, որը եկել է մեր ողջ էությունից ու բարձրացել է երկինք, բայց շատ հաճախ մենք աղոթել ենք, աղաղակել ենք, խնդրել ենք, բայց այդ քո ներսից գալող փափագով շաղախված աղաղակը չի եղել, բայց մենք ամեն մեկս հաճախակի ունեցել ենք նման դեպքեր։ Ու շատ կարևոր է, երբ որ մենք խոսում ենք աղաղակի մասին, մենք գիտակցենք այդ աղաղակը ինքը վերցնելու է մեր ամբողջ էությունը։ Գիտեք, իրականության մեջ սիրահարված մարդիկ, սիրահարված զույգերը, իրանք չեն սիրում լոկ բառերով։ Իրանց ողջ կենտրոնացումը, ողջ էությունը ուղղորդված է դեպի այդ տղան կամ դեպի այդ աղջիկը, ինչու համար, որովհետև իրանք տարված են միմյանցով։ Իհարկե շատ բան դեռ չեն հասկանում, բայց միևնույն է, տարված են միմյանցով։ Այդ ժամանակ չեն մտածում, որ այդպես չեն մնալու, եկուց միսօր խնդիրներ է առաջանալու, բայց միևնույն է, շատ հրաշալի փուլ է ու իրանք տարված են դրանով, ու շատ կարևոր է, որպեսզի իրանք որպես հետագայում անգամ կարողանան այդ զգացողությունը պահեն իրանց մեջ։ Ուզում եմ կարդամ Եսայի մարգարեությունից 64-րդ գլուխ 1-4 համարները։ Մենք տեսնում ենք Եսայի մարգարեի աղաղակը, ինքը մարգարե էր, ինքը Աստծո կողմից կանչված մեկն էր, ով ընդրված էր Տիրոջ կամքը հայտնելու իր ժողովրդին։ Գիտեք, իրականության մեջ ամեն անգամ ես ամբիոնիստ ու լսում ես Աստծո կամքը, որ Աստված հայտնում է ձեր ամեն մեկին։ Ու Եսայի մարգարեն ինքը ընդրված էր Աստծո կամքը բերելու իր ժողովրդի կյանքի մեջ։ Ու երբ որ մենք կարդում ենք Եսայի մարգարեության 63-րդ գլուխը, մենք տեսնում ենք Եսայի մարգարեի աղաղակը, որ իր ժողովուրդը, Աստծո ժողովուրդը ճգնաժամ էր ապրում, թշնամին բարձրացել էր, իրանք անօրենության մեջ էին, իրանք կարիքի ու դժվարության մեջ էին։ Գիտեք, իրականության մեջ, եթե մենք սկսենք համեմատել, այսօր մենք նույնպես կարող ենք տեսնել այն անօրենությունը, որը բարձրանում է այս երկրի վրա, այն պատերազմներն ու մահատարաժամերը, որոնք բարձրանում են այս երկրի վրա, անգամ մեր երկրի մեջ եղած անօրենությունը, հակառակությունը, խնդիրները, որոնք բարձրանում են երկրի վրա, անգամ մեր ամեն մեկի կյանքի մեջ եղած դառնությունները, խնդիրները, որոնք ուղղակի նեղում են մեր ամեն մեկին, մեզ տանելով ամեն օրվա պայքարի մեջ, թե դառնության դեմ, վիավորանքի դեմ, անօրենության դեմ, այսինքն մենք տեսնում ենք անօրենության խորհուրդը իրականում բարձրանում է։
Ու Եսայի մաշկարեն այդ վիճակի մեջ ինքը մի հատ աղաղակ է բարձրացնում երկինք։ Ի սրտե մի հատ աղաղակ, որը իրավիճակ է փոխում։ Ի սրտե մի հատ աղաղակ, որը առաջ ինքը կանգնելով Տիրոջ գայի առաջ աղաղակում է նրան եւ իր խոսքը առաջի համարի մեջ ասում է. «Երանի ճեղքեր երկինքը եւ ցած իջներ քո առաջ հալվեն լեռները»։ Երանի թե Տեր, արթնության հոգին, զորության հոգին, ճեղքեր երկինքը եւ վայր իջներ ու լեռները հալվեն մոմի պես։ Սա էր Եսայի մաշկարեի աղաղակը, որն է այսօր քո աղաղակը այն դառնության ու ցավի մեջ, որը կա քո կյանքի մեջ, որն է այսօրվա քո աղաղակը այն հիվանդության, տգարության մեջ, որը կա քո կյանքի մեջ։ Արդյոք այս մաշկարեի պես ես եւ դու հասնելու ենք այն կետին, որի սրտե կանգնելով նրա առաջ աղաղակելու ենք. Տեր, երանի թե երկինքը ճեղքվեր եւ դու վայր իջներ եւ լեռները մոմի պես հալվեն։ Դժվարության լեռները, հիվանդության լեռները, աղքատության լեռները, մարդկանց քարսրդության լեռները քո ներկայության մեջ ուղղակի մոմի պես հալվեն։ Եսային ինքը աղաղակում էր, որովհետև կարիք կար։ Այո, այսօր մեր երկիրը կարիք ունի։ Այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, ես եւ դու իրական կարիք ունենք, ու մենք ամեն մեկս ունենք կարիք գիտակցելու, մեր աղաղակը նույնացնելու ենք Եսայի մաշկարեի աղաղակի հետ, որովհետև Տիրոջ ներկայության, արթնության, զորության, Տիրոջ ներկայության հոսքի կարիքը կա, որպես այն լեռները, որոնք բարձրացել են մեր ճանապարհին, այն լեռները, որոնք բարձրացել են մեր երկրի մեջ, մարդկանց սրտի մեջ եղած կարծրության լեռները, ուղղակի նրա ներկայությունից մոմի պես հալվեն։ Այսօր մենք խոսում ենք մարդկանց հետ, ավետարան ենք քարոզում, բոլորը հավատում են Աստծուն, բայց շարունակում են ապրել անօրենության մեջ։ Բոլորը հավատում ու աղոթում են Աստծուն, բայց շարունակում են ապրել մեղքի մեջ։ Բոլորը աղոթում եւ հավատում են Աստծուն, բայց շարունակում են ապրել տգարության, անտարբերության եւ հիվանդության մեջ։ Ու գիտեք, կարծեք մեր ժամանակների ամենամեծ խնդիրը, ամենամեծ խնդիրը, որը ունի կարիք որպես լեռ հալվելու անտարբերությունն է մարդկանց սրտի մեջ եղած։ Մարդիկ անտարբեր են դարձել ամեն ինչի հանդեպ, որովհետև ավելի եսակենտրոն են դարձել, ավելի շատ մտածում են իրենց մասին, իրենց ընտանիքների մասին, անտարբեր են սովածի հանդեպ, կարիքավորի հանդեպ, աղքատի հանդեպ, անտարբեր են հիվանդի հանդեպ, անտարբեր են մարդկանց դժոխք գնալու հանդեպ, բայց գիտեք իրականության մեջ մարդիկ դժոխք են գնում։ Այսօր ժամանակն է, սիրելի եկեղեցի, որպես մենք ունենանք հենց այս նույն աղաղակը, որ Տեր երանի թե երկինքը բացվեր եւ քո ներկայությունից սարերը մոմի պես հալվեն։ Ինչպես խռիվն է վառվում կրակում եւ ջուրը եռում կրակով, դու հայտնիր քո անունը քո հակառակորդներին եւ քո երեսից կթողան ազգերը։ Եսային շարունակում է նկարագրել, Տեր ինչպես ջուրն է եռում, ինչպես խռիվն է այրվում, այնպես քո անունը հայտնիր ազգերին։ Միթե այսօր մեր ազգը այդ հայտնության կարիքը չունի։ Այո, մենք վստահաբար կարող ենք ասել, այո, մեր ազգը ունի այդ հայտնության կարիքը, մեր ազգը ունի կարիքը արթնության, մեր ազգը ունի կարիքը, որպեսզի Տիրոջ հոգին ավելի զորավոր կերպով շարժվի։ Բայց գիտեք մի կարևոր բան կա։ Մեր ազգի մեջ Աստված ուզում է տեսնել մարդկանց, ովքեր իրական աղաղակ կբարձրացնեն։ Ու եթե մենք Եսայի մաշկարեի կյանքը շատ ավելի խորքից, շատ ավելի հեռվից սկսենք նայել, Աստված իրականում ուզում էր տեսնել մեկին, ով հետո նման կերպ աղաղակելու էր իրան։ Ու այդ պատճառով Եսայի մաշկարության 6-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք հրավեր, կանչ, որի միջոցով Աստված կանչեց Եսայի մաշկարեին։ Ու Եսային ինքը արձագանքեց, Եսային ինքը կանգնավ, ու ինքը աճավ Տիրոջ շնորհքի մեջ, մաշկարյական պատգամ ունենալով, մինչև այն ժամանակը, որ մի օր կկանգներ ու կասեր. Տեր քո ներկայությունից թող լեռները մոմի պես հալվեն։ Տեր քո ներկայությունից թող մեր կյանքերի մեջ եղած լեռները մոմի պես հալվեն։ Տեր քո ներկայությունից թող մեր ազգի մեջ եղած լեռները մոմի պես հալվեն։ Տեր քո ներկայությունից ամեն դժվարություններն ու հիվանդությունները թող ուղղակի մոմի պես հալվեն։ Տեր քո ներկայության մեջ մարդկանց կարծր սրտերը թող ուղղակի մոմի պես հալվեն։
Եվ սա է իրական մեր կարիքը, սա է իրական մեր եկեղեցու, մեր ազգի կարիքը, ու մենք կանչված ենք կանգնելու նմանատիպ աղաղակի համար, մենք կանչված ենք կանգնելու եւ աղաղակելու Տիրոջը, որ Տեր մենք քո ներկայության կարիքը ունենք։ Եվ երրորդ խոսքի մեջ Եսային շարունակում է. երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ ցած իջար քո առաջ, սարսեցին լեռները։ Եսայի մաշկարեն հիշեցնում է իր աղոթքի մեջ այն դրվագները, որ արդեն իսկ տեղի է ունեցել։ Տեղի է ունեցել Սինա լեռան վրա, որ Աստծո ներկայությունը հզոր ցևով իջել է Սինա լեռան վրա, ու այդ լեռը ինքը սարսե ու հալվել է Տիրոջ փառքը իր վրա կրելով հանդերձ։ Մենք այսօր կարող ենք հիշել Պենտեկոստեն, հիշել շատ ու շատ արթնության պատմություններ, որի մեջ Տիրոջ ներկայությունը ուղղակի իջել է իր ժողովրդի վրա ու ազգերը շարժվել են արթնության մեջ, ազգերը արթնացել են։ Այո, մենք մեր աղոթքի մեջ կարող ենք նրան աղաղակել ու ասել. Պենտեկոստեի զորության հոգի այսօր էլ գործիր իմ կյանքի մեջ։ Պողոս առաքյալի կյանքի մեջ գործող զորության հոգի այսօր էլ գործիր իմ կյանքի մեջ։ Ստեփանոսի կյանքի մեջ եղած համարձակության ու խիզախության հոգի այսօր էլ գործիր իմ կյանքի մեջ։ Այո, մենք նման աղոթների կարիք ունենք։ Գիտեք, բայց շատ հաճախ վախն ու կրոնական մտածողությունը մեզ թույլ չի տալիս նման համարձակ աղոթք անելու։ Մենք ավելի շատ մտածում ենք, թե իրանք սուրբեր էին, իրանք ուրիշ էին, այո, իրականում իրանք ուրիշ էին, իրանք սուրբեր էին, իրանք առանձնացված էին, բայց նույն բանի հնարավորությունը ու նույն կանչվածությունը սիրելի եկեղեցի այսօր մենք յուրաքանչյուրս ունենք։ Այսօր մենք յուրաքանչյուրս ունենք, որովհետեւ այն հոգին, որը Ստեփանոսին համարձակություն էր տալիս Տիրոջ խոսքը քարոզելու մեջ, նույն համարձակությունը կարող է տալ մեզ։ Այն հոգին, որը գործում էր Պետրոսի ու Պողոսի կյանքի մեջ, գործում էր մյուս Աստծո ծառաների կյանքի մեջ, այն հոգին, որը գործել է եկեղեցու պատմության ընթացքի մեջ ու իրականում մեծ պատմություն է կերտվել, այդ նույն հոգին այսօր բնակված է մեր մեջ։ Ու այդ նույն հոգին Սուրբ հոգին է, որով լցված ենք մենք ամեն մեկս։ Գիտեք, իրականության մեջ ուզում եմ մի օր հատուկ մենք խոսենք Սուրբ հոգու մասին, թե ով է Սուրբ հոգին, ով է ինքը մեր կյանքերի մեջ։ Տիրոջ հոգին, Աստված ինքը բնակված է մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Այն հոգին, որ եկավ Պենտեկոստեի օրը եւ շարժեց ամբողջ քաղաքը եւ մեծ արթնություն տեղի ունեցավ։ Այն հոգին, որը գործում էր եկեղեցու պատմության մեջ, առաքյալների կյանքի մեջ, հենց այդ նույն հոգին, հենց այդ նույն Աստված, ու մենք ասում ենք Սուրբ հոգի Աստված, բնակված է մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Ու Եսայի մաշկարեն ինքը հիշեցնում է. Տեր ինչպես այն ժամանակ քո փառքը եկավ Սինայի վրա եւ լեռը սարսեց մոմի պես, քո փառքը իջել էր Սինայի վրա եւ իրականում երկրաշարժ կար, իրականում շարժ կար, Աստծո ժողովուրդը այդ ամենը տեսել էր, այսօր էլ քո ներկայության հոսքը թող լինի մեր կյանքերի մեջ։ Քանիստ եք իրականում ուզում այդ ներկայության հոսքը, քանիստ մեջ է բարձրանում փափագը, որ Տեր, ես իրականում դա եմ ուզում, Տեր, ես ունեմ կարիք այդ զորության ու այդ արթնության։ Ու շարունակության մեջ մենք կարդում ենք հետևյալը. հնուց լսված չէ եւ իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել, որ քեզանից բացի մեկ ուրիշ Աստված գործում է նրանց համար, ովքեր սպասում են իրեն։ Եսայի մաշկարեն ասում է, երբեք եւ ոչ մի անգամ լսված չի եւ աչքը չի տեսել ու ականջը չի լսել, որ մեկ ուրիշ Աստված գործի այնպես, ինչպես դու ես գործում։ Այո, իրականության մեջ ոչ մի Աստված երբևէ չի կարողացել գործել այնպես, ինչպես գործել է մեր Աստվածը։ Ու Աստված այսօր էլ նույնն է։ Աստված նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Այսօր էլ մենք ամեն մեկս ունենք արտոնություն մոտենալու նրան, մեր հայացքը ուղղելու դեպի վեր եւ ասելու հայր, այսօր էլ ես քո կարիքը ունեմ։ Հայր, այսօր էլ քո եկեղեցին քո կարիքը ունի։ Հայր, այսօր էլ այս ազգը քո կարիքը ունի։ Եվ խնդրում եմ, որպեսզի արթնացնես այս ազգը, որպեսզի շարժես այս ազգը, որպեսզի Տիրոջ հոգու զորությունը ուղղակի հոսի ամեն մեկի կյանքի մեջ։ Բայց Եսային մի կարևոր բանի վրա շեշտ է դնում։
Աստված շարժվում են մարդկանց կյանքի մեջ, ովքեր իրեն են սպասում, ովքեր գիտեն սպասել աղոթքի մեջ։ Գիտեք, եթե անգամ մենք վերցնենք ու նայենք ինչ է նշանակում սպասել, սպասելը ակնկալիք է ինչ որ բանի, որ էս է տեղի է ունենալու։ Սպասելը ակնկալիք է ինչ որ մեկի, որ էս է ինքը գալու է եւ իրավիճակ է փոխվելու։ Սպասելը ակնկալիք է ինչ որ իրավիճակի խնդրի դժվարության լուծման, ու գիտեք, այս սպասելը շատ կարեւոր է։ Աստված շարժվում է այն մարդկանց համար, ովքեր իրեն են սպասում։ Գիտեք, շատ անգամ մենք սպասումը խառնում ենք հոգնած նստելու հետ։ Մենք սպասումը խառնում ենք անտարբերության հետ։ Շատ անգամ մենք սպասումը շփոթում ենք ու մտածում ենք, թե երբ որ եղավ, երբ որ ինչ որ բան փոխվավ, գիտեք, սպասման մեջ աղաղակ կա։ Դու չես կարող սպասել մի բանի ու անընդհատ ժամացույցին չնայես։ Քանիստ եք երբևէ ժամադրված եղել։ Դու երբ որ սպասում ես, անընդհատ նայում ես, 2 րոպե մնաց, 1 րոպե մնաց, էս է գալիս է, ինչու համար, որովհետև դու սպասում ես, քո սիրտը գուցե դա մի հանդիպում է, որտեղ քո սիրտը արագ է բաբախում, որտեղ ինչ որ մի բան է տեղի ունենում, դու սպասում ես, դու ամեն րոպե սպասում ես, երբ է տեղի ունենալու, երբ է տեղի ունենալու, այս սպասման մեջ կա ակնկալիք, կա փափակ, այս սպասման մեջ կա ջերմեռանդություն, այս սպասման մեջ կա խանդավառություն, այս սպասման մեջ կա խոսք, կա զրույց, որ ուղղակի ասում է լինելու է, շուտով լինելու է, ես սպասում եմ, շուտով լինելու է, այս սպասումը անտարբերություն չէ, այս սպասումը ուղղակի հոգնելով նստելով չէ, այս սպասման մեջ մեծ ակնկալիք կա, ու Աստծո խոսքը ասում է, Աստված կշարժվի նրանց համար, ովքեր սպասում են իրեն։ Աստված կշարժվի նրանց համար, ովքեր իրենց աղոթքի սենյակում սպասում են նրանց, ովքեր իրանց աղոթքի կյանքի ջերմեռանդության ու նվիրումի մեջ սպասում են նրանց։ Այո, Աստված կշարժվի նման մարդկանց համար։ Մեր Աստվածը ինքը զորավոր Աստված է, մեր Աստվածը ինքը օրհնող Աստված է, մեր Աստված իր ժողովրդին բարձրացնող Աստված է, մեր Աստված արթնություն բերող Աստված է, ու հիմա մեր ամեն մեկի կարիքը ուղղակի այդ արթնությունն է, որի հանդեպ մենք ունենալու ենք ակնկալիք եւ մեր սրտերը փափագելու է։ Գիտեք, եթե մենք այլ կերպով նայենք, մենք կտեսնենք հետեւյալը. սպասող մարդը ցանկանում է ունի նպատակ Աստծո փառքի հետ հանդիպման։ Սպասող մարդը ունի ներկուստ փափակ, սպասող մարդու մեջ կա խորը փափակ, խորը հարգանք, խորը ագնացանք, սպասող մարդու կյանքի մեջ կա այն ջերմեռանդությունը, որ ինքը սպասում է ինչ որ բան է տեղի ունենում։ Ու գիտեք, ամենակարևորը, ինքը պատրաստվում է։ Ինքը պատրաստվում է։ Մենք շատ անգամ ասում ենք, թե սպասում եմ, պատրաստվիր սպասելով։ Եթե քո տանը մի հատ թանկ հյուր է գալու, ինչ ես անում։ Դու պատրաստվում ես։ Քո համար միևնույն չէ, որ սեղանը թափտփված է, քո համար միևնույն չէ, որ ինչ որ մի անկյունի մեջ մի իր կա դրած, որը պետք չէ այդտեղ լինի, դու պատրաստվում ես։ Սպասման մեջ պատրաստվելու ընտաս կա։ Սիրելի եկեղեցի, այսօր իմ կոչսի ամեն մեկիդ սպասեք նրան պատրաստվելով։ Շարունակեք աղաղակել արթնության համար։ Շարունակեք Եսայի մաշկարեի պես կանգնել եւ ծեր աղաղակը դեպի երկինք բարձրացնել։ Գիտեք, մի խնդիր, որը մեծագույն խնդիրներից մեկն է, որը մեր կյանքի մեջ իրականում մեզ շատ է խանգարում, հետևյալն է։ Շատ անգամ թշնամին աշխարհի ինքը մեր ամեն մեկին տալիս է մի զբաղմունք։ Մենք սկսում ենք զբաղվել, մենք սկսում ենք տարվել, մենք սկսում ենք մտածել։ Այո, մենք ունենք պատասխանատվության շրջանակներ, մեր ընտանիքը, ծառայությունը, աշխատանքը, մենք սկսում ենք գնալ այդ ամեն ինչի մեջ։ Մենք սկսում ենք ուղղակի խորանալ այդ ամեն ինչի մեջ, մոռանալով նրան սպասելուց, մոռանալով արթնության մասին, մոռանալով անգամ մեր աղոթքի կյանքի մասին։ Եթե ամեն օր դու չունես աղոթքի կյանք, դու նման ես այն մարդուն, ում թշնամին զբաղեցրել է։ Եթե ամեն օր դու չես փնտրում նրա երեսը ու չես աղաղակում նրա փառքի հայտնության մասին, դու նման ես այն մարդուն, ում թշնամին զբաղեցրել է։ Դու զբաղված ես քո առօրյայով, քո գործերով, սիրելի եկեղեցի, ամենախորը փափագս հետևյալն է, որ ամեն մեկդ արթնանաք արթնության համար։
որ ամեն մեկդ արթնանակ արթնության հոգուն դիմավորելու համար, որ ամեն մեկս մեր քներից արթնանանք, այլևս չմտածելով այսօր կարտալու եմ թե չէ, այսօր հարմարցրեցի աղոթել թե չէ, այլ ամեն մեկս արթնանանք մեր քնից եւ գիտակցենք, ոչ թե ես մտածելու եմ աղոթեմ թե չէ, այլ ես աղոթելու եմ, ոչ թե ես մտածեմ կարտալու եմ թե չէ, այլ ես կարտալու եմ, ես փնտրելու եմ Տիրոջ երեսը, ես դատարելու եմ թշնամու կողմից զբաղմունքներ ունենալուց, որոնք իրանք կեղծ հրեշտակի կերպարանքով են, գալիս են լուրջ պատճառներով ու քողանում են մեր ժամանակը, քողանում են մեր նվիրումը, քողանում են մեր աղոթքի կյանքը, սպասումը աղոթքի սենյակի մեջ է, սպասման մեջ կա նվիրում, սպասող մարդը անտարբեր չէ այն մարդու հանդեպ, ում որ սպասում է, սպասող մարդը համապատասխան է դառնում այն հանդիպմանը, որին ինքը իրականում փափագում է, քանի որ հենց սա է Աստծո կամքը, սպասումը ակնկալիք է ինչ որ փոփոխության, սպասող մարդը ակնկալում է փոփոխության, քանիստ եք ակնկալում փոփոխության, եկեղեցու մեջ, երկրի մեջ, բայց գիտեք, այս փոփոխությունը առաջի հերթին իմ եւ քո կյանքի մեջ է լինելու, այս փոփոխությունը առաջի հերթին մեր կյանքի մեջ է լինելու, առաջինը մենք ենք փոխվելու, մեր մտածելակերպն է փոխվելու, մեր հասկացողությունն է փոխվելու, մեր հոգևոր բաների հանդեպ, հոգևորի նկատմամբ, մեր մտածողությունը փոփոխության կարիք ունի, շատ ու շատ անգամ, մենք հոգևոր ավելի շատ դնում ենք երկրորդ տային տեղ, աղոթքը դնում ենք չորրորդ տային տեղ, ամեն ինչ կարևոր է, սուրճ խմելը կարևոր է, բայց աղոթքը չէ, հնարավոր չէ առանց սուրճ խմելու մնամ, բայց ոչինչ, այսօր էլ չաղոթեցի, եկեղեցի արթնացիր քո քնից, եկեղեցի արթնացիր քո քնից, սիրելի Աստծո զավակ արթնացիր քո քնից, գիտես, եթե դու այս վիճակի մեջ ես, ուզում եմ քեզ ուղիղ ասեմ, թշնամին քեզ խաբել է, թշնամին քեզ կուրացրել է, սատանան ուղղակի քեզ զբաղեցրել է ինչ որ մի կեղծ բանով ու դու զբաղված ես ու դու մտածում ես թե ես եկեղեցի եմ գնում ամեն ինչ լավ է, բայց ուր է քո աղոթքի ջերմեռանդությունը, ուր է քո աղոթքի փափագը, ուր է քո նրա հետ իրական հանդիպում ունենալու այն խորը փափագը, որ երբևէ ունեցել ես քո կյանքի մեջ, ուր է այն տենչանքը, որի մեջ ասում էիր Աստված իմ դու ես իմ միակ Աստվածը, ուր է դա աղաղակը, ուզում եմ որպեսզի ամեն մեկդ ուղղակի զարթնեք ձեր քնից, սկսեք ակնկալել փոփոխության ու այդ փոփոխությունը առաջի հերթին ձեր կյանքերից, ձեր կյանքերի մեջ տնելով կարգապահություն, ձեր կյանքերի մեջ վերցնելով ել ավելի մեծ պատասխանատվություն, գիտեք անգամ ուզում եմ քեզ մի բան ասեմ, ոչ մի ծառայությունով չծածկես քո չաղոթելն ու Տիրոջ երեսը չփնտրելը, ոչ մի միջոցով, անգամ հոգևոր միջոցով չծածկես Տիրոջ հետ իրական հանդիպում չունենալը, ոչ մի բանով չծածկես, շատ անգամ մենք կեղծ քողեր ենք վերցնում, դուք ուզում եք արթնություն թե չէ, դուք ուզում եք արթնություն թե չէ, քանիստ եք ուզում փոփոխություն ձեր կյանքի մեջ, ոտքի կանգնին են մարդիկ, ովքեր փոփոխություն են ուզում, Տեր շնորհակալ ենք քեզ, Տեր օրհնում ենք քեզ, Տեր ես մարդիկ փոփոխություն են ուզում, Տեր ես հավատում եմ, որ ես մարդիկ անկեղծ են, ու ես մարդիկ փոփոխություն են ուզում, Տեր մենք արթնություն ենք ուզում, Տեր մենք մեր կյանքերի մեջ, մեր ընթացքի մեջ իրական փոփոխություն ենք ուզում, մենք մեր կյանքերի մեջ պատասխանատվություն ենք վերցնում փոփոխության համար եւ խնդրում եմ քեզանից սիրելի Սուրբ Հոգի, շարժվիր մեր ամեն մեկի կյանքի մեջ, շարժվիր մեր ամեն մեկի կյանքի մեջ, շարժվիր քո եկեղեցու մեջ, ամեն մեկիս մտքի եւ հասկացողության մեջ, բերելով մի նոր մտածելակերպ, բերելով մի նոր մոտեցում, բերելով մի նոր աշխարհայացք, որը կօգնի մեզ ավելի բարձրանալ, Տեր։ Ես օրհնում եմ քո ժողովրդին Հիսուսի անունով, եւ ասում եմ այս ժողովուրդը թող բարձրանա քո շնորհքի հոգու զորությունով։ Շնորհակալ եմ Աստված իմ։ Ամեն։ Գիտեք, իրական փոփոխությունը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք ճիշտ որոշումներ ենք կայացնում։ Իրական փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք հասկանում ենք, որ առանց այս որոշման փոփոխություն չի գա։ Գիտեք, մեկ ուրիշ խնդիր, որը շատ անգամ ես տեսնում եմ մարդկանց կյանքի մեջ, մարդիկ ուզում են նորի մեջ գնալ հին հասկացողությամբ։
Մարդիկ ուզում են արթնություն ունենալ հին հասկացողությամբ։ Աստծո խոսքը ասում է. հին տիգը հին քինով է լցված։ Հին տիգը երբեք չի կարող նոր քինին պարունակել իր մեջ։ Եթե ուզում ես նոր տիգ, փոխելու ես քո մոտեցումները, փոխելու ես քո մտածելակերպը, փոխելու ես քո աղոթքի կյանքի կարգապահությունը, որովհետև այն ինչը որ դու ունես, այլևս բավարար չէ քեզ ապրեցնելու եւ առաջ տանելու համար։ Գիտեք, անգամ հոգեվոր կյանքի մեջ ուզում են որպես այդ կերպ մտածեք։ Այն ինչը դու ունեիր երեք, այսօր այլևս բավարար չէ։ Ուզում եք առաջընթաց ձեր կյանքի մեջ։ Այն ինչը ունեիր երեք, այսօր ավելս բավարար չէ։ Այն ինչ հայտնություն ունեցել ես երեք, քեզ բերել է մինչև այս կետը, ու այսօր դու ունես մեկ ուրիշ հայտնության ու պատկամի կարիք։ Ու գիտեք, հայտնություն ու պատկամը կա, բայց մեկ ուրիշ կարևոր բանի կարիք ունես։ Ինքդ քեզ համապատասխան դարձնելու այդ հայտնությանը։ Ու մեր եկեղեցու տեսիլքը, որ ամեն մեկդ գիտեք, իհարկե ես կարող եմ նաև հարցնեմ ու վստահ եմ ձեր անկեղծության վրա։ Մեր եկեղեցու տեսիլքն է ամեն օր 1 ժամ աղոթք։ Ամեն օր 1 ժամ աղոթք։ Ամեն օր դուք 1 ժամ փնտրելու եք Տիրոջ երեսը։ Ամեն մեկդ ինքներդ ձեզ հարցրեք. արդյոք դու այդ նպատակի ու տեսիլքի մեջ ես։ Արդյոք դու ամեն օր 1 ժամ փնտրում ես Տիրոջ երեսը, թե դու ունես շատ պատճառներ այդ գործը չանելու համար։ Դու շատ զբաղված ես այդ գործը չանելու համար։ Գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Այն ինչով դու զբաղված ես Տիրոջը չաղոթելու, իր այդ իրական հաղորդակցություն չունենալու համար, այն ինչով որ դու զբաղված ես ու ինքիշկան էլ քո համար կարևոր լինի, դու սխալ տեղում ես։ Դու սխալ մտքի վրա ես, դու սխալ ուղղությամբ ես գնում։ Ինչու համար, որովհետև Տիրոջ հետ ունեցած հարաբերությունը իրականում ամենազորավոր ու ամենակարևոր բանն է։ Ուզում եմ Ամբակումից նույնպես նայենք մի քանի համար։ Ամբակումի 3 գլուխ 6-րդ խոսքը կկարտամ 13-րդ խոսքը հետո 17-ից 19։ Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ թողացրեցին ազգերը, եւ փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին թարավոր բլուրները, հավիտենական է նրա ընթացքը։ Ամբակումը խոսում է մի արդեն իսկ կատարված բանի մասին, որ նա կանգնեց եւ ազգերը թողացին եւ փշրվեցին լեռները։ Քանիստ եք ուզում տեսնել նրա կանգնելը եւ ազգերը կթողան եւ լեռները կփշրվեն եւ բլուրները կխոնարհվեն, ինչու համար, որովհետեւ նա հավիտենական Աստված է։ Ու շարունակության խոսքը ասում է. դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենու տան ծածկը չարտեցիր, այն հիմնահատակ կործանելով, Աստված դուրս է գալիս իր ժողովրդի փրկության համար։ Գիտեք մի բան, որը շատ ու շատ անգամ մեր կյանքերի մեջ հագասություն է բերում։ Մենք Աստծո ժողովուրդ ենք եւ Աստծո զավակ ենք, բայց շատ անգամ մենք չենք տեսնում այս փրկությունը, որը մենք ակնկալում ենք։ Գիտեք, Աստված իրականում դուրս կգա այն ժամանակ, երբ որ դու խորը փափագ ու սպասում ունես։ Երբ որ դու ամեն ինչ տնում ես իր գործի ու իր կամքի մեջ առաջ շարժվելու համար։ Շատ անգամ մենք երբ որ խոսում ենք զոհասեղանի մասին, գիտեք, մի հատ թյուր կարծիք, որը սկսել է ձևավորվել քրիստոնյաների կյանքի մեջ, մարդիկ մտածում են զոհասեղանը եկեղեցի գալն է, զոհասեղանը ուղղակի զոհասեղանի վրա դրվելու կոչին արձագանքնելն է, առաջ գալն է։ Բայց գիտեք ինչ է իրականում զոհասեղանը։ Հիսուսը ասում է, ով որ ամեն օր իր խաչը չառնի ու իմ հետևից չգա, ինձ արժանի չէ։ Ուզում ես նրան արժանի լինել։ Քանիստ եք ուզում նրան արժանի լինել։ Սա է զոհասեղանի ճանապարհը։ Բայց գիտեք, իրականության մեջ դուք շատերը ձեր ձեռքերը բարձրացրեցիք, շատ հրաշալի ցանկություն է, բայց գիտեք իրականում քանիստ եք նրան արժանի, երբ որ դուք ամեն օր ունեք հաղորդակցություն նրա հետ։ Երբ որ դու ամեն բան կողքի տնելով, ամեն օր փնտրում ես իր երեսը։ Երբ որ դու զբաղված չես քո զբաղմունքով, քո աշխատանքով, քո կարևոր գործերով կամ սուրճ խմելով, դու ամեն օր փնտրում ես նրա երեսը։ Հենց սա է հաճելի կյանքը Տիրոջ առաջ։ Հենց սա է փափագելի կյանքը Տիրոջ առաջ, որովհետև փափագել նրան դա գործողություն է, սпасել նրան դա գործողություն է, հավատալ նրան դա գործողություն է։ Դրանք ուղղակի խոսքեր չեն, այդ ամենը գործողություն է, որը մենք անելու ենք։ Ամբակում ուղղակի ասում են, նա դուրս կգա իր ժողովրդին փրկելու համար եւ լուծը իրանց կյանքից կոտրելու համար։
այն ժամանակ, երբ որ մենք այս դիրքի մեջ ենք, երբ որ մենք փափագում ենք նրան, երբ որ մենք ամեն օր իրան ունենք մեր կյանքերի մեջ, ամեն օր թույլ ենք տալիս Սուրբ Հոգու ներգործությունը մեր կյանքերի մեջ ավելի ու ավելի ավելանա, ամեն օր մենք փնտրում ենք նրան ճանաչելու համար, ամեն օր մենք քայլ ենք անում դեպի նրան մոտենալու համար, սա է այն կյանքը, որ իրականում մեր կյանքի մեջ այդ փրկությունն ու օրհնությունը մենք ուղղակի կտեսնենք։ Գիտեք, Աստծո շատ ծառաներ, ովքեր իրականում շատ ավելի մեծ խնդիրներ են ունեցել, իրանք հաղթական ու օրհնված ընտանիք են ունեցել։ Որն է եղել պատճառը։ Ամեն օր նրա հետ իրական հանդիպումը։ Եթե հարցնեմ քո կյանքի մեջ որքան խնդիր ու դժվարություն ունես, դու անպայման կասես շատ։ Այս խնդիրը, այս դժվարությունը, գիտեք, այդ ամենը լեռներ է, որը նրա ներկայությունից փշրվելու է, բայց այդ ամենը կփշրվի այն ժամանակ, երբ որ դու Եսայի պես ունենաս աղաղակ, երբ որ ամբակումի պես դու տեսնես, որ Տերը շարժվել է, Տերը բերել է իր փրկությունը, Տերը ջարդել է քո խնդիրները, որովհետև դու կանգնել ես այն համապատասխան դիրքի մեջ, որ ուներ Եսային, եւ Տիրոջ փառքը ուղղակի հայտնվել է քո կյանքի մեջ։ Ու շարունակության համարները շատ խորն են, որը մեր բոլորին, գրեթե բոլորին ծանոթ համարներ են, թեկուզ թզենին չծաղկի եւ որդատունգի վրա բերք չլինի, ցիտեն ու արծյուն կսդի եւ արդերը կերագուշ չտան, ոչխարը կդրվի փարախից եւ աճար չլինի գոմերում։ Գիտեք, նկարագրում եմ մի վիճակ, որ իրականում ծայրահեղ է։ Եթե անգամ չունենամ այս բարեկեցությունը, չունենամ աշխատանքը, չունենամ համբավն ու հեղինակությունը, երեք ես երիտասարդների հետ խոսում էի մի բանի մասին, որ Ղուկաս Ավետարանի 5-րդ գլխի մեջ ասում է, Հիսուսի համբավը բարձրանում էր, որովհետև ինքը հրաշքներ էր գործում, բայց ինքը առանձնանում էր աղոթելու համար։ Ինքը չէր նայում այդ համբավին։ Ինքը չէր նայում մարդկանց տված գնահատականին։ Ինքը գիտեր ամենակարևորի մասին, դա առանձնանալը եւ Տիրոջ երեսը փնտրելն էր։ Իր համար այդ ամենը միևնույն էր։ Ինքը հրաշքներ էր գործում, իր հեղինակությունը բարձրանում էր, բայց ինքը առանձնանում էր աղոթքի մեջ։ Ամբակումը ասում է, թեկուզ այս խնդիրներն ու այս դժվարությունները լինեն, թեկուզ եւ ես կորցնեմ, որովհետեւ նրան եմ նվիրվում, թեկուզ ես դնեմ կողքի, որովհետեւ նրա առաջ եմ կանգնում, թեկուզ եւ իմ կյանքի մեջ ինչ որ մի բան տուժի, որովհետեւ ես ուզում եմ հաղորդակցություն նրա հետ։ Եթե անգամ այդ ամենը տեղի ունենա, ամբակումը ասում է, դարձյալ, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ եւ իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Տեր Աստված է իմ զորությունը, իմ ոտքերը եղնիկների նման է անում եւ ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։ Ամբակումի զորությունը Տեր Աստված էր։ Իմ զորությունը ամենակարող Աստված է, մեր զորությունը ամենակարող Աստված է, ու անկախ իրավիճակներից մենք շարունակելու ենք առաջ շարժվել, անկախ իրավիճակներից մենք շարունակելու ենք սպասել եւ ամենակարևորը իրական այդ սպասման դիրքի մեջ լինել։ Ոչ թե անտարբեր նստել, ոչ թե տեսնել ինչ է լինելու, ոչ թե տեսնել ու նայել այսօր ինչ են քարոզելու, այսօր զորությունը ինչ չափով է լինելու, այսօր հրաշք լինելու է թե չէ, այլ ուղղակի սպասել նրան փափագելով, սպասել նրան ավելի նրա երեսը մեր կյանքերի մեջ փնտրելով։ Դավիթ թագավորը սպասումի մեջ, այս սպասման մեջ ինքը հասկացել էր որքան կարևոր է սպասելը, որքան կարևոր է ունենալ իրական աղաղակ եւ միևնույն ժամանակ սպասել Տիրոջը նրա փառքը տեսնելու համար։ Սիրելի եկեղեցի, սպասումի մեջ աղաղակը երբեք չպետք է դադարի։ Սպասման մեջ փափագը, դագնկալիքը, նրա երեսը փնտրելը երբեք չպետք է դադարի։ Այո, մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր հոգնում են, ովքեր տգարանում են, ովքեր մտածում են գուցե չկարողանամ, գուցե այլևս ուժ չունեմ, ինչու համար է ուշանում, գուցե այլևս չաղոթեմ, այս դժվարությունները, այս խնդիրները, բայց գիտեք իրական աղոթքի պահը որն է։ Հենց այն ժամանակ, երբ որ դու մտածում ես, դու հոգնած ես, քո համար դժվար է, ժամանակը ուշ է, հենց դա է իրական աղոթքի պահը, որ դու կորոշես կանգնել նրա երեսը փնտրելու համար, դու կորոշես կանգնել նրա անունը կանչելու համար, դու կորոշես քո հավատարմությունը ուղղակի նրա ներկայության առաջ բերելու համար։ Գիտեք, շատ անգամ մենք խոսում ենք հավատարմության մասին, բայց այս վերջի ժամանակների մեջ
Իմ կյանքից մեջ մի հատ հատուկ շեշտադրում կա ու շատ հաճախակի ես ասում եմ. երբ որ մենք խոսում ենք հավատարմության մասին, այո, մենք բոլորս հավատարմության ինչ որ կետեր կա, որը ունենք, որը լրացրել ենք, որի մեջ կանք, որը տարիներով շարունակ փաստել ենք, բայց գիտեք իրական հավատարմությունը, որի մասին Աստծո խոսքը խոսում է, դա առաջինը պահված է քո ներսի սենյակում։ Արդյոք դու հավատարիմ ես ամեն օր նրա հետ հանդիպման մեջ։ Արդյոք դու հավատարիմ ես ամեն օր նրա հետ իրական հաղորդակցություն ունենալու մեջ։ Արդյոք դու հավատարիմ ես քո աղոթքիդ կյանքը պահելու մեջ։ Ամեն օր Տիրոջ խոսքը կարդալու մեջ։ Սա է իրական ներսի հավատարմությունը այն բոլոր բաներով, որը միաժամանակ կա մեր կյանքի մեջ։ Գիտեք, մենք վստահ գիտենք, այն ինչը ամբողջական չէ, ինքը լիարժեք չէ։ Եթե հավատարմությունը մասնագի է, հավատարմությունը լիարժեք չէ, ու ինքը չի կարող կոչվել հավատարմություն կամ գուցե եւ կոչվի թերի հավատարմություն։ Իսկ եթե ցանկացած օրինակի համար, հատկապես այս խնդիրը շատ սուղ է մեր մոտ, ցանկացած տղայի եւ աղջիկա հարցնես եւ ասես, ուզում ես քո ամուսինը քո առաջ թերի հավատարմությամբ ապրի, կամ քո կինը քո առաջ թերի հավատարմությամբ ապրի, վստահ եմ, այդ ամուսնությունը տեղի չի ունենա, որովհետև ոչ մեկը չի ուզում կես հավատարմություն։ Շատ անգամ մենք Աստծո առաջ այդ կես հավատարմությունն ենք բերում։ Ամեն օր մեր իրական ակնկալիքը, սպասումը, հաղորդակցությունը, իր երեսը փնտրելը չունենալով հանդերձ մեր կյանքերի մեջ։ Ու Դավիթը ինքը աղաղակում է սպասելու մասին եւ ասում է Սաղմոս 41:2 խոսքերը. «Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։ Ինձ հանեց կորստի հորից, տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց»։ Քանիստ եք ուզում վեմի վրա հաստատվել։ Ես ուզում եմ։ Քանիստ եք ուզում ձեր քայլերը ուղիղ ճանապարհների մեջ լինեն։ Ամեն առումով, հոգևորապես, մարմնավորապես, ընտանիքի մեջ, աշխատանքի վայրում, ծառայության մեջ, գիտեք իրականում այս ամենը մեր ամեն մեկի փափագն է, բայց գիտեք այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք սովորում ենք սպասել ու նա նայում եւ լսում է մեր աղաղակը։ Երբ որ մենք աղաղակել ենք ու այդ աղաղակը շարունակում ենք սպահել, շարունակում ենք աղաղակել, շարունակում ենք ամեն օր փնտրել իր երեսը, Աստծո խոսքը ասում է եւ նա քո ոտքերը կհաստատի վեմի վրա։ Գիտեք շատ անգամ ցախողությունը, խնդիրները շատանում են այն ժամանակ, երբ որ մենք կորցնում ենք նրա այդ իրական հարաբերությունը։ Երբ որ մենք կորցնում ենք մեր աղոթքի կյանքը, երբ որ մենք ամեն օր չենք կանգնում իր երեսը փնտրելու համար, երբ որ մենք ամեն օր չունենք այդ իրական աղաղակ ու սպասումը, որը ուղղված է Աստծուն, այդ ժամանակ խնդիրները ավելի կավելանան մեր կյանքի մեջ, մեզ ավելի հեռացնելով։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Հոգևոր կյանքի մեջ երբեք մի բավարարվի։ Մի բավարարվի, որ եկեղեցի ես գալիս։ Մի բավարարվի, որ այսօր 10 րոպե աղոթել ես։ Մի բավարարվի, որ ոչինչ մարդիկ քո մասին գիտեն, որ դու լավ հավատացյալ ես։ Մի բավարարվի, որ Աստվածաշունչը 2 անգամ կարդացել ես։ Մեր Աստված ինքը չափ չունի ու ինքը սահմանների մեջ չէ։ Մենք որքան իրան ճանաչենք, այնքան ու այնքան իր մեծությունը հայտնաբերելու կարիք ունենք։ Որքան մենք տեսնենք իր մեծությունը, այնքան ու այնքան մեր կյանքերը ավելի կփոխվեն, մեր կյանքերը ավելի կնորոգվեն, որքան մենք փնտրենք իր երեսը, ավելի նրա զորությունը կբացահայտենք մեր կյանքերի մեջ։ Ու Դավիթը ինքը օրինակն է այդ կյանքի։ Դավիթի կյանքի վերջի խոսքերը, որի մասին այս վերջերս Մոսկվայում պատկամ եմ տվել, Մոսկվայում գիտեք հիանալի խոսքեր է, որ ինքը ասում է այն մարդու խոսքերում Աստված օրհնեց ու բարձրացրեց։ Գիտեք, ես կարդում եմ, ասում եմ, Տեր, երանի թե սովորեմ ապրել այնպես, որ իմ կյանքի վերջի օրվա մեջ կարողանամ ասել այն մարդու խոսքերը, ում Աստված օձեց, օրհնեց եւ բարձրացրեց։ Գիտեք, սրանից մեզ պատիվ չկա։ Սրանից մեզ պատիվ չկա։ Ու ինքը իր խոսքերը սկսում է այդ կերպ, բայց գիտեք Աստված մեր ամեն մեկին կանչել է հենց նույն պատվի, օրհնության ու բարձրության համար։ Բայց այսօր մենք ենք որոշելու մենք ինչ ճանապարհով կգնանք։ Այսօր մենք ենք որոշելու մենք ինչ ընթացք կունենանք Տիրոջ առաջ։ Եթե մենք որոշենք Դավիթի պես սпасել, մենք օրհնյալ ընթացք կունենանք։
Սաղմոս 27, 13, 14 համարները. Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի եւ սպասիր Տիրոջը։ Գիտեք, երկու կարևոր բան է տալիս, սպասելով քո սիրտը թող ուժեղ եւ զորավոր լինի։ Մեր սրտերը թող երբեք չտրտմեն, մենք երբեք չթուլանանք։ Գիտեք, սպասման մեջ ուժեղ լինելը կարևոր է։ Մեր աղաղակի մեջ ուժեղ լինելը կարևոր է։ Կա ժամանակ ես, երբ որ աշկերտս բացում եմ այդ լավ աղոթքի մեջ, որտեղ Տիրոջ ներկայությունը իրական է, ես ասում եմ աշկերտս բացեմ, ֆիզիկապես կտեսնեմ նրա փառքը։ Ու ամեն օր ես նույն ակնկալիքը ունեմ։ Ամեն օր նույն ակնկալիքը ունեմ։ Ինչու համար, որովհետև ավելին եմ ուզում։ Ավելին եմ փափագում, ավելի իրական եմ իրան ուզում տեսնել։ Գիտեք, հոգու մեջ, տեսիլքի միջոցով, տարբեր միջոցով հարյուրավոր անգամներ ունեցել եմ այդ հաղորդակցությունն ու հանդիպումը, բայց սպասում եմ ավելին, ակնկալում եմ ավելին։ Իմ սպասումից մեջ կա մի հատ հստակ դիրքորոշում, ես զորավոր եմ իմ սպասմանս մեջ ու աղոթքս է, որ ամեն անգամ լինեմ այդպիսին, բայց գիտեք, այդպիսին լինելու պատճառը մեկն է։ Ամեն օր, ամեն անգամ կյանքի աղբյուրից սնվելն է պատճառը։ Ամեն անգամ նրա իրական ներկայության մեջ ապրելն է պատճառը։ Շատ հաճախ կարծես աշխարհի բոլոր հոգսերը թափում են մեր վրա։ Պատճառը այն է, ու մենք մտածում ենք, ինչ ձևի եմ դուրս գալու։ Պատճառը այն է, որ երբ որ դու Տիրոջը մոտենաս, այդ ամեն հոգսերը ուղղակի կհեռանան քեզանից։ Միայն շնորհած ատորի առջև սпасելով է, որ մենք կարող ենք Սուրբ Հոգու կրակը ունենալ մեր կյանքի մեջ։ Քանիստ եք ուզում Սուրբ Հոգու կրակը ունենալ ձեր կյանքի մեջ։ Միմիայն նրա շնորհած ատորի առաջ սпасելով է, որ մենք կարող ենք այդ կրակը ունենալ։ Այդ շնորհած ատորից հեռու մենք չենք կարող այդ կրակը ունենալ։ Այդ շնորհած ատորից հեռու մենք միայն կարող ենք երազել, բայց երբեք չհանդիպել, երբեք չկրել, բայց շնորհած ատորի առաջ սпасելով մենք այդ կրակը կունենանք մեր կյանքի մեջ, մենք այդ զորությունը կունենանք ավելի մեր կյանքի մեջ։ Գիտեք, իրականության մեջ այն ամեն ինչի մասին խոսում եմ, արդեն իսկ մենք ունենք, ուղղակի մենք ավելի շատի կարիք ունենք։ Մենք ավելի շատ ունենալու կարիք ունենք։ Դրա մեջ մենք աճելու եւ զորանալու կարիք ունենք։ Ավելի հաստատվելու եւ առաջ գնալու կարիք ունենք։ Դրա մեջ մենք չհոգնելու կարիք ունենք։ Հաստատակամորեն եւ համառությամբ կանգնելու եւ առաջ շարժվելու կարիք ունենք։ Ու այդ պատճառով Տիրոջ խոսքը ուղղակի մեր ամեն մեկին այսօր քաջալերում է կանգնել եւ շարունակել սпасել ու սпасման մեջ չդադարեցնես քո աղաղակը, սпасման մեջ չդադարեցնես ուժեղ կերպով իրան փափագելը ու իրան կբնելը։ Ու անգամ կան շատ համարներ, որոնք իհարկե չեմ հասցնի կարդամ, բայց ուզում եմ մի երկու բան էլ ասեմ եւ կանգնենք աղոթքի։ Գիտեք, իրականության մեջ շատ Աստծո մարդիկ պատմության ընթացքում գործառակելոցի մեջ, Աստծո խոսքի մեջ փնտրել են արթնություն, ունեցել են արթնություն։ Իրանք վերաբրել են արթնություն։ Երկու տեսակի արթնություն կա, գուցե 3, բայց ես երկուսը ասեմ։ Կա անձնական արթնություն եւ կա եկեղեցական արթնություն ու կա ազգային արթնություն։ 3 տեսակի արթնություններ ասացի։ Մինչև դու չունենաս անձնական արթնությունը, դու չես կարող եկեղեցական արթնություն ունենալ։ Մինչև քո ներսը այդ հոգու կրակը չխանդավառվի, մինչև քո ներսը այդ հոգու կրակը չփորփոքվի, դու չես կարողանա արդյունավետ ընթացք ունենալ։ Գիտեք, անձնական արթնությունը ինքը կապ չունի ուրիշների հետ։ Անձնական արթնությունը կապ ունի քո որոշումների ու քո նվիրումի հետ։ Անկամ ես ունեցել եմ ժամանակահատված, որ եկեղեցական կյանքս շատ դժվար իրավիճակի մեջ էր, բայց ես անձնական արթնություն եմ ունեցել։ Այնքան զորավոր էր այդ արթնությունը, որը կարելի ասել փոխել է իմ ողջ կյանքս, ողջ ընթացքս։ Այդ անձնական արթնություն, որի ժամանակ ես վերաբրում էի Տիրոջ հետ, եկեղեցական ընթացքս նորմալ վիճակի մեջ չէր, ահավոր դժվարություններ կար, բայց ես վերաբրում էի Աստծուն իմ կյանքի մեջ։ Ամենազորավոր արթնություններից մեկը, որ երբևէ ունեցել եմ կյանքիս մեջ, անձնական արթնության համար ոչ ոք եւ ոչ մի բան չի կարող քեզ խանգարել։
Դա քո որոշումն է, քո փափագն է, քո նրա երեսը փնտրելն է, քո վճռական եւ հաստատակամ կանգնելն է։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, լինի եկեղեցական արթնություն, մենք էլ կվայելենք, այո, դրա ժամանակը կգա, բայց իրական վայելելու համար դու ունենալու ես անձնական արթնություն, որը գալիս է քո Տիրոջ հետ իրական հարաբերությունից։ Ուզում եմ մի արթնության մասին մի վկայություն տամ եւ մի խոսք կարդամ ձեր համար։ Աստծո մարդկանցից մեկը մի հատ պարս հովիվ Ամերիկայից ինքը նամակ է գրում մի անձնավորության, ով թե իր կյանքի մեջ անձնական արթնություն է ունեցել, թե եկեղեցական ու թե ամբողջ երկրի մեջ արթնություն է ունենում։ Իրան նամակ է գրում ու ասում է. ինչ անենք արթնության համար։ Գիտեք, շատ անգամ այս հարցը բարձրանում է մեր մեջ։ Ես շատ անգամ մտածել եմ ու շատ պատասխաններ եմ գտել։ Ինչ անենք արթնության համար։ Որպես ուսուցում կամ որպես միջոց մենք բոլորս կարող ենք ասել, աղոթենք, ծոմ պահենք, իհարկե նաև սրանք են։ Մենք բոլորս կարող ենք ինչ-որ բաներ ասենք, բայց այս նամակը երբ որ հասնում է իրան մեկին, ով իրականում եղել է արթնության ազնվորություն, ուզում եմ իր պատասխանը կարդամ ձեր համար։ Ինքը նամակին պատասխանում է հետևյալ կերպ. Հավաքեք մի ժողովուրդ, որը պատրաստ կլինի ամեն ինչի։ Գիտեք, այս նախադասության վրա ես շատ եմ մտածել։ Ու գիտեք, իրականության մեջ ձեր ամեն մեկի մեջ ուզում եմ տեսնել այդ ժողովրդի մի մասնիկին։ Ձեր ամեն մեկի մեջ կներեք շատ բաներ կա շատերի կյանքի մեջ, ես չեմ հանդուրժել ու չեմ էլ հանդուրժելու, որովհետև ամեն մեկի կյանքի մեջ ուզում եմ տեսնել ժողովրդի այն մի հատվածի, ով պատրաստ կլինի ամեն ինչի, ով պատրաստ կլինի ամենախորը նվիրումի, ով պատճառներ բերելուց կդատարի, ով ուղղակի կվերցնի ամեն սդության ծածկոց կողքի կշպրդի եւ կասի ես ուզում եմ լինել այդ արթնության մի մասը։ Ու այս ազնվորությունով փորձառաբար վերաբրել էր, ունեցել էր կամ հավաքել էր այդ ժողովրդին, մարդկանցով էր շրջապատված եղել, ովքեր պատրաստ էին ամեն ինչի ու եկել էր արթնություն, ինք ուղղակի ասում է, հավաքեք մի ժողովուրդ, որ պատրաստ կլինի ամեն ինչի։ Աղոթեք եւ սպասեք։ Աղոթեք եւ սպասեք։ Աղոթեք եւ սպասեք։ Շարունակաբար աղոթեք եւ սպասեք։ Մի բավարարվեք, որ այսօր աղոթել եք, նորից աղոթեք։ Ամեն մի հնարավորություն օգտագործեք աղոթքի համար։ Ամեն միջոց օգտագործեք աղոթքի համար։ Գիտեք, շատ անգամ ես աղոթում եմ, լավ զորավոր աղոթներ ունենում եմ մեքենայի մեջ, որովհետեւ ես այդ վիճակի մեջ եմ, ես չեմ ասում հասնեմ տուն, մտնեմ իմ սենյակ, շատ զորավոր հայտնություններ ունենում եմ մեքենայի մեջ աղոթելուց, ինքնաթիռի մեջ աղոթելուց, ինչ որ մի հատ ուրիշ վիճակի մեջ աղոթել եմ տանը, այո, աղոթել եմ, բայց ես նորից ունեմ հնարավորություն, նորից աղոթում եմ, նորից փնտրում եմ, ինչու համար, որովհետև ուզում եմ այն, ինչի մասին խոսում եմ։ Ուզում եմ իրականում այն, ինչի մասին խոսում եմ։ Հաջորդ բանը ասում է աղոթեք եւ սպասեք։ Աղոթեք եւ սպասեք, շարունակաբար ու հարատև աղոթեք, շարունակությունը հավատացեք Աստծո խոստումներին։ Մեր Աստված իրական Աստված է։ Քանիստ եք հավատում, մեր Աստված իրական Աստված է։ Մեր Աստված իրական Աստված է։ Ես 90-ականի սկզբներին տեսել եմ արթնություն, լսել եմ հարյուրավոր արթնությունների պատմություն, կարդացել եմ Աստվածաշնչի մեջ շատ ու շատ արթնություններ, վերելքներ, որ ամբողջ ազգը, ամբողջ ժողովուրդը, եկեղեցին ինքը այդ ամենը վերաբրել է, ու ես հակված եմ հավատալու դրան, հակված եմ հավատալու Տիրոջ խոստումներին, որ Տերը տվել է, ունեմ որոշում հավատալու այդ խոստումներին ու շարունակելու այդ խոստումների հետևից քայլելու։ Բայց ամեն բան սկսվում է հետևյալից. մի ժողովուրդ, մարդիկ, գուցե 10, 20, 30 կամ 100 հոգի, գուցե 5 հոգի, ովքեր պատրաստ կլինեն ամեն ինչի։ Ու գիտեք, անգամ մեր ծառայողական թիմը, մեր խորհուրդը հատկապես, ինքը գիտե են չափանիշները, որը մենք դրել ենք աղոթքի համար, Տիրոջ երեսը փնտրելու համար իրականում, ինչ որ ձևով շատ խիստ է, բայց ես ուզում եմ այդ արթնությունը։ Դուք ուզում եք, թե չէ։ Մենք անցնելու ենք այս ճանապարհը։ Ամեն մեկը ընտրելու եք լինելու դրա մասը, թե ոչ։ Ամեն մեկը ընտրելու եք ոչ ճանապարհով շարժվեք։ Ամեն մեկը կանգնած եք ընտրության առաջ, դու կլինես այն ժողովուրդը, ով կաղոթի ամեն օր, ով կկանգնի, ով թիմ կլինի, ով պատրաստ է զոհաբերության, ով պատրաստ է կանգնելու մինչև վերջ, ով ունի որոշում
հավատալու Տիրոջ խոստումներին եւ հաջորդը ասում է. հավաքվեք ամեն օր եւ Աստված կպատասխանի ձեզ։ Գիտեք, սա գուցե ամենադժվարն է, բայց ձեր տեղեկության համար վստահ եմ շատերդ գիտեք, մենք ամեն օր աղոթք ունենք եկեղեցում։ Ամեն առավոտ ժամը 10-ին մենք աղոթում ենք ծառայողներով։ Կա ժամանակ 5 հոգի, 2 հոգի, 1 հոգի, 10 հոգի, տարբեր քանակի ենք լինում, բայց մենք ամեն օր աղոթում ենք եկեղեցում։ Ինչու համար, որովհետև արթնություն ենք ուզում, նրան ենք ուզում։ Արդյոք դու մեկն ես, ով կուզենա այս ժողովրդու այս մարդկանց մի մասը լինել։ Արդյոք դու մեկն ես, ով ունի այդ որոշումը։ Արդյոք դու մեկն ես, ով քին վճարի ամեն առավոտ աղոթքի գալու համար։ Արդյոք դու մեկն ես, ով քին կվճարի ամեն երեկո աղոթքի գալու համար։ Գիտեք, կա ժամանակ ես տեսնում եմ շատ մարդկանց, շատ երիտասարդների ամեն երեկո իրանք գալիս են այստեղ աղոթքի։ Ամեն երեկո ուզում եմ հարցնեմ, ինչ տեղի ունեցավ։ Ես հասկանում եմ, կարուն է, մենք ավելի զբաղված ենք, բայց իրականում մենք ուզում ենք այն ինչի մասին խոսում ենք։ Սա է ճանապարհը, ամեն օր հավաքվեք աղոթելու եւ Աստված կպատասխանի ձեզ։ Սա արթնության մի հզոր Աստծո ծառայի խոսքերը, ում անունը Էվան Ռոբերտս է, Ուելսի արթնության հեղինակը, պատճառը ու միջոցը։ Ուզում եմ մեկ խոսք էլ կարդամ ու աղոթենք։ Կին վճարելը մեկ անգամյա փորձ չէ, այն սկսվում է անկեղծ հանձնառությամբ եւ ձեր կյանքի ամեն օրը Աստծուն հետևելու որոշմամբ։ Մենք շատ անգամ մտածում ենք կինը, որը վճարել եմ կամ վճարելու եմ, մի անգամ տեղի ունեցավ ու վերջ։ Մի անգամ գնացի աղոթքի ու վերջ։ 2 տարի նվիրված ծառայեցի, 10 տարի նվիրված էի, 5 տարի ամեն առավոտ աղոթեցի։ Գիտեք, կին վճարելը մեկ անգամվա փորձառություն չէ։ Մենք շարունակելու ենք ամեն օր կանգնել եւ ամեն օր վճարել այդ կինը։ Եկեղեցի իմ հետ ես թե չէ։ Համաձայն ես թե չէ։ Փառք Աստծո են անկեղծ ձեռքերի համար։ Ուզում եմ ոտքի կանգնենք աղոթքի համար։ Ուզում եմ ամեն մեկս ուղղակի թույլ տանք Սուրբ Հոգի ներգործի մեր կյանքերի մեջ։ Կյանքի եւ զորության հոգի։ Շնորհակալ եմ Տեր։ Գիտեք, ես գիտեմ շատերիդ համար այս խոսքերը խիստ է, որովհետև կներեք կամ մի հատ իրավիճակ, որ գուցե դու մտածում ես դու ընտրության հնարավորություն չունես։ Եթե ուզում ես արդյունավետ ապրել, այո, գալիս է մի պահ, որ մենք հասկանում ենք, մենք ընտրության հնարավորություն չունենք, որովհետև ընտրել ենք Տիրոջը։ Քանիստ եք ընտրել Տիրոջը։ Եթե ընտրել ես Տիրոջը, ընտրության հնարավորություն չունես, շարունակելու ես շարժվել են կյանքի մեջ, որի համար Տերը քեզ կանչել է։ Սիրելի հայ, շնորհակալ եմ քեզ։ Սիրելի հայ, շնորհակալ եմ քեզ։ Սիրելի հայ, շնորհակալ եմ քեզ։ Ես օրհնում եւ բարձրացնում եմ քեզ։ Եվ խնդրում եմ քեզանից կյանքի եւ զորության հոգի, օրհնության եւ փառքերի հոգի։ Երանի թե երկինքը ճեղքվեր եւ քո ներկայությունից, մեր մտքերի եւ սրտերի մեջ եղած լեռները մոմի պես հալվեին, մեր պատճառները, նախապաշարումները ուղղակի մոմի պես հալվեին, սատանայի սուտը մեր կյանքերից մոմի պես հալվեր, եւ մենք ամեն մեկս որոշումով ջանք անենք լինելու այն ժողովուրդը, ով կկակնի արթնության համար։ Օ, շնորհակալ եմ Հիսուս։ Եկեղեցի Տերը քեզ կանչել է լինելու այն ժողովուրդը, ով կակնելու է արթնության համար։ Այդ նախադասությունից հետո այս վկայությունը եկավ իմ հոգու մեջ, որը Տիրոջ հոգուց է եւ ուզում եմ քեզ ասեմ, եկեղեցի Տերը քեզ կանչել է կակնելու եւ լինելու այն ժողովուրդը, ով շարժվելու է արթնության մեջ։ Եվ սա է Աստծո ընտրությունը եւ նպատակը քո համար։ Սիրելի այ շնորհակալ եմ քեզ։ Սիրելի այ շնորհակալ եմ քեզ։ Մենք օրհնում ենք քո ավետենական անունը, Տեր։ Եվ մենք իրականում ուզում ենք քո կամքի համաձայն, համապատասխան լինել քո խոսքին։
Համապատասխան լինել քո ճշմարտությանը, համապատասխան լինել այն նվիրման ակնկալիքին, որ դու ուզում ես, սիրելի Հիսուս։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում եւ բարձրացնում ենք քեզ։ Մենք մեծարում ենք քեզ։ Կյանքի եւ զորության հոգի հոսիր մեր վրա։ Հոսիր մեր վրա, հոսիր քո եկեղեցու մեջ, հոսիր ամեն մեկի կյանքի մեջ։ Եվ քո եկեղեցուց դու վերցրու մարդկանց, ովքեր կհամաձայնվեն լինելու այն ժողովուրդը, ովքեր ամեն օր կփնտրեն քո երեսը, ովքեր չեն դադարի աղոթել արթնության համար, ում աղաղակը կլինի Եսայի աղաղակի պես, օ թե երկինքը ճեղքվեր եւ այս ազգը տեսներ քո փառքը, օ թե երկինքը ճեղքվեր եւ քո ժողովուրդը տեսներ քո փառքը։ Շնորհակալ եմ սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ հավիտենական արքա, հավիտենական թագավոր։ Մենք օրհնում եւ բարձրացնում ենք քեզ։ Մենք օրհնում եւ բարձրացնում ենք քեզ։ Խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի։ Ես հոգուս մեջ զգում եմ Տերը ուզում է ամեն մեկիցդ լսել են խոստումը, որ դու կբերես նրա առաջ քո նվիրման, որ դու կբերես նրա առաջ ամեն օր նրա երեսը փնտրելու։ Գիտեք, շատ ու շատ անգամ շատ մարդիկ չեն ձգվում միաբան աղոթքի, որովհետև իրանց կյանքի մեջ, իրանց տների մեջ, իրանց աղոթքը լավ վիճակի մեջ չէ, իրանց աղոթքը խանդավառ վիճակի մեջ չէ։ Շնորհակալ եմ Տեր։ Եթե քո հարաբերությունը Տիրոջ հետ իրական է, դու ավելի կձգտես լինելու այն մարդկանց խմբի հետ, ովքեր գալիս են նրա երեսը փնտրելու համար, ովքեր գալիս են միաբան աղոթելու եւ աղաղակելու արթնության համար։ Շարժվիր Սուրբ Հոգի։ Այո Տեր, այս մարդկանցից վերցրու այն նվիրալներին, այո Տեր, վերցրու այն նվիրալներին, ովքեր կլինեն այն ժողովուրդը, ովքեր պատրաստ են ամեն ինչի, ովքեր պատրաստ են ամեն ինչի։ Շնորհակալ եմ Տեր, ովքեր պատրաստ են դժվարությունների, բայց գին վճարել արթնության համար, ովքեր պատրաստ են նախատինքների, բայց գին վճարեն արթնության համար։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Դու վերցրու այդ ժողովրդին Տեր, ովքեր ոչ մի պատճառ չունեն իրենց արտարացնելու համար։ Այո Տեր, դու հպվիր են մարդկանց, ովքեր կդադարեն պատճառներ գտնելուց, թե ինչու համար այն չեն, ինչ դու ես ուզում։ Շնորհակալ եմ հավիտենական այր, շնորհակալ եմ հավիտենական արքա, շնորհակալ եմ հավիտենական թագավոր։ Մենք օրհնում ենք քեզ, մենք բարձրացնում ենք քեզ, մենք մեծարում ենք քեզ։ Մեր կյանքերը քո ներկայության առաջ է։ Սիրելի եկեղեցի, բարձրացրու քո աղաղակը, բարձրացրու քո աղաղակը։ Կարողացի ճեղքել են կեղևը, են կարծրատիպը, են քո ունեցած հասկացողությունը, որը շատ անգամ քեզ գանված է պահում են վիճակի մեջ, որտեղ որ դու կաս։ Կարողացի ճեղքել եւ բարձրանալ, ճեղքել եւ բարձրանալ, ճեղքել եւ բարձրանալ։ Շնորհակալ եմ Տեր։ Սիրտս Շնորհակալ եմ Տեր։ Սիրտս պատրաստ, Ամեն Տեր, Սիրտս պատրաստ, սպասում է քո գալուն։ Սիրտս պատրաստ, Սիրտս պատրաստ, Սիրտս պատրաստ, սպասում է քո գալուն։ Սիրտս պատրաստ, Սիրտս պատրաստ, Սիրտս պատրաստ, սպասում է քո գալուն։
պատրաստ է։ Մեր սիրտը աղաղակում է դեպի քեզ։ Քո եկեղեցին աղաղակում է դեպի քեզ։ Եվ ասում է Տեր, մեր սրտերը պատրաստ են։ Մեր սրտերը աղաղակում են դեպի քեզ։ Եվ մենք սպասում ենք քո զորավոր գալուն։ Մենք շնորհակալ ենք, որ դու մեր մեջ ես։ Մենք շնորհակալ ենք, որ դու գործում ես։ Բայց մենք սպասում ենք քո գալուն ազգերի համար։ Մենք սպասում ենք քո գալուն դրսի ժողովրդի համար։ Մենք սպասում ենք քո գալուն հիվանդների համար։ Մենք սպասում ենք քո գալուն հարստահարվածների եւ բանտարկյալների համար։ Հիսուս, մենք սպասում ենք քո գալուն։ Մենք սպասում ենք քո գալուն։ Մենք ուզում ենք ավելի քեզ ունենալ մեր կյանքերի մեջ։ Մենք փափագում ենք քեզ։ Ո բարը լահակի։ Սրտումս մի բան կա։ Սրտումս մի բան կա, որ խնդրում եմ ուշադիր լսի, հետո նոր այս քայլը արա։ Քանիսը ձեր մեջ որոշեցիք լինելու են ժողովրդի մի մասը։ Լինելու են ժողովրդի մի մասը, ով պատրաստ կլինի ամեն բանի։ Մինչև այս իմ կոչս, քանիսը ձեր սրտի մեջ որոշեցիք։ Խնդրում եմ հիմա որոշում մի կայացրա։ Հիմա արդեն ուշ է։ Քանիսը ձեր սրտի մեջ մինչև այս կոչը որոշեցիք լինելու են ժողովրդի մի մասը, ովքեր պատրաստ կլինեն ամեն ինչի։ Եթե կա ձեր մեջ նման մարդիկ, ձեր ձեռքերը վեր բարձրացած պահեք։ Շնորհակալ եմ Տեր, ովքեր իրականում պատրաստ կլինեն ամեն ինչի։ Հիմա խնդրում եմ, ովքեր իրանց ձեռքերը վեր են բարձրացրել, թող գան առաջ եւ ասեն Տեր, ահա ես։ Տեր, ահա ես։ Դու կարող ես խոստանալ եւ չանել, բայց ամեն բան Աստծո առաջ է։ Մենք ենք պատասխանատվություն կրում մեր խոստումների համար։ Եթե դու իրականում որոշեցիր լինելու այդ ժողովրդի մի մասը, արեք առաջ, հետո ձեր համար պատկամ ունեմ։ Խնդրում եմ բոլորը դուղակի մի կարեկեն մարդիկ, ովքեր անկեղծորեն այս որոշումը կայացրել են։ Լինելու են ժողովուրդը, ովքեր պատրաստ են ամեն ինչի։ Գիտեք, ես շատ եմ սիրում Աստծո մարդկանց խոսքերը, որովհետև իրանց խոսքերը կյանքից բխած խոսքեր են։ Իրանց խոսքերը տարիների կյանքի փորձառություն ունեն։ Իրանց խոսքերը գալիս են իրանց են հոգևոր վերապրումներից, որոնք իրենք ունեցել են Տիրոջ առաջ։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր։ Սիրելի Սուրբ Հոգի, ուզում եմ աղոթեմ ձեր համար, շարունակեք աղոթել։ Սիրելի եկեղեցի, քո կենտրոնացումը պահիր Տիրոջ վրա։ Ես ուզում եմ աղոթեմ ձեր համար։ Խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, այստեղ կանգնած ամեն մեկին, այստեղ կանգնած ամեն մեկիս ինձ էլ նրանց հետ, դարձրու այն ժողովուրդը, ովքեր պատրաստ կլինեն ամեն ինչի, ովքեր պատրաստ կլինեն ամեն ինչի, ովքեր պատրաստ կլինեն ամեն ինչի, կակնելու արթնության մեջ, դարձրու այս մարդկանց են ժողովուրդ, ովքեր իրականում պատրաստ կլինեն ամեն ինչի, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, ուզում եմ ձեզ մարտահրավեր նետեմ, եթե իրականում դուք անկեղծ եք ձեր որոշման մեջ, եթե իրականում դուք անկեղծ եք ձեր որոշման մեջ, ուզում եմ քեզ հետևյալը ասեմ, դու մտնելու ես եկեղեցու տեսիլքի մեջ ամեն օր 1 ժամ աղոթք, ամեն օր 1 ժամ աղոթք, դու սկսելու ես այդտեղից, դու սկսելու ես այդտեղից, ամեն օր ունենալ իրական հաղորդակցություն Տիրոջ հետ, եթե դու ունես պատճառներ այդ ամենը չանելու համար, եթե դու ունես պատճառներ այդ ամենը չանելու համար, հավատա քո առաջ գալը զուր է, բայց եթե դու պատճառները կողքի կդնես, ամեն օր կկանգնես նրա առաջ կարգապահությամբ ու պատասխանատվությամբ, ամեն օր իրական հանդիպում ունենալու նրա հետ, Սուրբ Հոգի, օգնիր ինձ օգնելու քո ժողովրդին, քեզ ճանաչելու համար, օգնիր ինձ
մղելու քո ժողովրդին քեզ ճանաչելու համար։ Սուրբ Հոգի, ես զգում եմ Սուրբ Հոգու թանձր ներկայություն այս վայրի մեջ։ Կյանքի Հոգի, խնդրում եմ հպվիր ամեն մեկին Տեր, հպվիր ամեն մեկին Տեր, հպվիր մեր կարծրատիպերը փոխելու համար, հպվիր մեր հասկացողության սահմաններից այն կողմ տանելու համար։ Սուրբ Հոգի, շարժվիր ամեն մեկի կյանքի մեջ, շարժվիր այստեղ գնվող ամեն մեկի կյանքի մեջ, շարժվիր այս քո ժողովրդի ամեն մեկի կյանքի մեջ և քո քաղցր լինելու համը թող ամեն մեկ այնքան խորապես ճաշակի և վայելի, որ իր կյանքի մեջ ունենա մեկ նպատակ ամեն անգամ ու շարունակաբար հաղորդակցվելու քո հետ, ամեն անգամ ու շարունակաբար հաղորդակցվելու քո հետ։ Խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, դու գիտես իմ բառերը երբեք բավարար չեն եղել և չի էլ լինի, նկարագրելու են մեծությունն են փառքն ու քաղցրությունը, որը դու ունես, բայց քո հպումը, Սուրբ Հոգի, բայց քո հպումը կարող է այդ գործը անել ամեն մեկի կյանքի մեջ, բայց քո հպումը կարող է այդ գործը անել, թույլ տվեք որպես Սուրբ Հոգու հպումը ամեն մեկիդ կյանքի մեջ բերի այն քաղցրությունը, որը ձեզ ավելի կմղի նրա առաջ կանգնելու համար, որը ձեզ ավելի կմղի նրա երեսը փնտրելու համար։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։ Նորից ուզում եմ ասեմ քեզ, եթե դու իրականում ուզում ես լինել այն ժողովուրդը, որ պատրաստ է ամեն ինչի, դու ամեն օր իրական հաղորդակցություն ես ունենալու նրա հետ, ամեն օր հանդիպում ես ունենալու նրա հետ, ամեն օր աղոթքի մեջ նրա երեսը փնտրելով, դու գինես վճարելու լինելու են ժողովուրդը, ով պատրաստ է ամեն ինչի։ Շնորհակալ եմ Տեր։ Ես ձեր մեջ տեսնում եմ այդ վճռական որոշումը, բայց ձեր վճռական որոշմանը կօգնի կարգապահությունն ու պատասխանատվությունը։ Ամեն օր արեք այն, ինչ անելու եք առանց որևէ պատճառ գտնելու։ Ամեն օր արեք այն, ինչ աստվածային է, առանց որևէ պատճառ գտնելու, թե ինչու համար չարեցիր։ Կապ չունի դու ինչ բաժնից ես վերցնում, քո աշխատանքից, քո ֆինանս չաշխատելուց, քո ընտանիքից, այո, կապ չունի դու ինչ բաժնից ես վերցնում։ Սա է նվիրումը, սա է նվիրումը։ Մենք շատ անգամ մեր ընտանիքի հոգսերը պատճառ բերելով չենք աղոթում, շատ անգամ մեր աշխատանքը, մեր ապրելու կեցությունը պատճառ բերելով չենք աղոթում։ Գիտեք, այդ ստերը կողքի դրեք։ Ինչու համար եմ ասում սուտ, որովհետև Աստծո խոսքը ասում է Տիրոջ օրհնությունը գիշեր ու ցերեկ աշխատելուց չէ։ Տիրոջ օրհնությունը նրանից է։ Տիրոջ օրհնությունը նրանից է։ Դու մի կարծեք ես դժվարություն չեմ ունեցել կամ գիշեր ու ցերեկ չեմ աշխատել։ Դուք մի կարծեք աշխատանքին տրվելով ընտանիքս պահելու համար ես չեմ դադարել աղոթելուց։ Այո, դադարել եմ, որովհետև աշխատել եմ, որովհետև հոգնած եմ եղել։ Բայց եկել է մի ժամանակ, որ հասկացել եմ, ես այդ կերպ տեղ չեմ հասնի։ Ես այդ կերպ երբեք չեմ կարող մտնել այն կոչման մեջ, որի համար Տերը կանչել է։ Այո, ընտանիքս գուցե եւ տուժել է այդ պատճառով։ Մենք գուցե մեր դժվարությունը 1-2 տարի ավելի երկարացել է։ Այո, եղել է նման բան։ Գուցե իմ երեխեքը ավելի դժվար են ապրել, բայց իմ համար միևնույն է։ Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ Աստված է ուզում որ լինեմ։
Աստված նույն կամքը ունի ամեն մեկիդ համար լինելու այնտեղ, որտեղ Աստված է ուզում, որպեսզի լինեք։ Շնորհակալ եմ, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր, որ իմ կյանքը քեզ է պատկանում։ Շնորհակալ եմ, Տեր, որ այս ժողովուրդը քեզ են պատկանում։ Շնորհակալ եմ այս նվիրյալների համար եւ անկեղծ որոշումների համար։ Շնորհակալ եմ, Աստված իմ, որ այս երկիրը կբարձրանա եւ կունենա փրկություն եւ արթնություն, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր, հենց այս մարդկանց միջոցով։ Շնորհակալ եմ, Խոստացված վերջին անձրևների Ամեն, Տեր, ամեն, Փափագում ենք հորդարան եւ արար կետերի Թող թափվեն մեզ վրա անձրևներ Թող թափվեն մեզ վրա Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևների Փափագում ենք հորդարան և արար կետերի Թող թափվեն մեզ վրա անձրևներ Թող թափվեն մեզ վրա անձրևներ Եթե դու իրականում որոշեցիր լինելու են ժողովուրդը, ով պատրաստ է ամեն ինչի արթնության համար, մոտեցի որևէ մի ծառայողի, որևէ մի Աստծո մարդու եւ ասա ես ունեմ որոշում ամեն օր ունենալ իրական հաղորդակցություն Տիրոջ հետ։ Ես ունեմ որոշում ամեն առիթը օգտագործեմ լինելով Աստծո տան մեջ, աղոթքի մեջ։ Ուղղակի ամեն մեկդ մոտեցեք որևէ մեկին եւ ասեք. այո, ձեր որոշումը ի ցույց տրեք եւ ձեզ հաշվետու պահեք։ Ձեզ հաշվետու պահեք որևէ մեկին, որ դուք նման որոշում ունեք։
Շնորհակալ եմ Տեր, շարունակենք երկրպագել Տիրոջը։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր։